մեր կողմից ներկայացրած թվերը, որին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նույնպես դեմ չէ, յուրաքանչյուր քաղաքացի կարող է հաշվել։ Կա սպառում բնակչության կողմից 2 միլիարդ կիլովատ եւ կա 6 միլիարդ դրամ գումար խնայված։ 6 միլիարդը եթե բաժանում ենք մենք երկուսի, 3 դրամ տարբերություն անում։ Մեր պահանջը դա է, որ այդ խնայված գումարի հաշվին բնակչության համար սակագինը իջեցվի։ Իսկ մանիպուլյացիան այս դեպքում մեր ուղղությամբ չի, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին կարելի է դիմել այդ հարցը, ու իրենք վստահ են կունենան հստակ պատասխան։ Տեխնիկական առումով համարագիրը վերջնական տեսքի բերելու որքան ժամանակ է պահանջվել, որքան ժամանակում պիտի այսպես ստորագրությունները հավաքվի եւ ինչպես դուք նշում եք 6 միլիարդ դրամ խնայողությունը եւ 3 դրամ պիտի իջեցվի դրա սակագինը, իսկ դա որքան վիճակագրական տվյալ կա կամ հաշվարկել եք որքան ժամանակ հետո օրինակ ոսանքի գինը մարդկանց համար նորից փոփոխության պետք է ենթարկվի, որտեղ ինչպես գործընկերոջը Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը պատահականությունների դիմելով պետք չէ փոփոխել եւ որ 3 տարի հետո նորից մտքի առաջ չկանգնի, ինչքան ժամանակահատվածի մասին։ Ուրեմն պատասխանում ես հարցին։ Սկզբից հասկանանք, թե ինչ է նշանակում կորուստների նվազում, որի արդյունքում ձևավորվել է այս գումարը։ Հեծը 10 տարիների ընթացքում կատարել է հարյուրավոր միլիոն դոլարի ներդրում, տաշիր կապիտալը հեծում։ Այդ ամեն ինչի հետևողական աշխատանքի, վերազինումների, նույն կիլովատների գողությունների կանխման, ներքին այլ հարցերը լուծելու արդյունքում գոյություն է ունեցել մի այնպիսի համակարգ, որ կարողացել է այնպես անի, որ նվազեն կորուստները։ Հիմա, եթե այդ աշխատանքը, որը որ կատարվել էր տաշիր կապիտալի կողմից, չպահպանվեն, բնական է, կարող է այդ կորուստները ասենք ոչ միայն նվազեն, այլ այդ կորուստներն ավելանան։ Բայց մայիս ամսին, երբ որ տաշիր կապիտալը դիմել էր սակագինը վերանայելու համար, իրենք եղել են վստահ, որ իրենք կարող են այս ամեն ինչը պահեն ու կորուստները ոչ միայն ժամանակավոր նվազեցնեն, այլ այդ կորուստների նվազումը երկարաժամկետ պահել։ Այստեղ մի շատ կարևոր հարցեր մենք պետք է անդրադառնանք, որ Սամվել Կարապետյանը երբ տարիներ առաջ ձեռք էր բերել հեծը, մինչ օրս չի եղել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում։ Մինչ օրս ոչ մի դեպքում չի եղել էլեկտրաէներգիայի գնի բարձրացում ու շատ կարևոր ազդակ է, ու երբ որ մայիսին դիմել են վերանայելու համար, որ հոսանքի սակագինը էլի իջնի, դա նույնպես շատ գովելի հաստ է տաշիր կապիտալի կողմից, որ մարդիկ փոխանակ բարձրացնեն, բոլորը շատ լավ գիտեն, որ կյանքը ոչ թե օրեցօր այլ տարեցտարի թանկանում է, բայց հոսանքի համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիները երկար տարիներ վճարել են նույն գինը առանց ոչ մի ցենտ լումա թանկացման։